Մարդը, որը համարվում է պատգամավորի թեկնածու, կարող է արդյոք կամ որ դեպքում կարող է դատախազությունը նրան մեղադրանք առաջադրել առանց կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնության։ Դուք որ հարցնողում եք ինձ որպես իրավաբան, իրականում ստացվում է, որ ես պետք է փաստաբանություն անեմ կամ իրավական մեկնաբանություններ տամ որևէ մարմնի գործողությունների հետ կապված, ինչի ես չեմ ցանկանում անել։ Ես իրականում կարծում եմ, որ դատախազությունը կամ քննչական մարմինը process-ին շատ ավելի լավ է տիրապետում, որովհետև դա նրանց ամենօրյա աշխատանքն է եւ չեմ պատրաստվում որևէ մեկնաբանություն տալ նրանց աշխատանքի հետ կապված։ Ես բայց հարցնում եմ ոչ թե իրենց աշխատանքը մեկնաբանեք, այլ իրավական կարգավորումներով։ Ես չեմ դուք այդպիսի բաներ կարող է թե չի կարող։ Չեմ հիշում իրավական կարգավորումները, անկեղծ ասեմ, բայց մեկնաբանել էլ աշխատանքը չեմ պատրաստվում։ Գիտալյան երեք դուք քաղաքացիական պայմանագրի վարչության նիստին եք մասնակցում, հնարավոր է սահմանադրության հարցներ օրակարգում քննարկման թեման, եթե այո կարող եք մանրամասներ ներկայացնել։ Այո, քննարկում էինք, թե երբ կյանքի կոչենք մեր հանձնառությունը, որը ստանձնել ենք նաև նախընտրական գործընթացի շրջանակներում եւ երբ հրապարակենք սահմանադրության տեքստը։ Գալյան շարունակությունը մանդատների բաշխվածությամբ, եթե Գագիկ Ծառուկյանի ղեկավարած կուսակցությունը անցնում է, որպես շարունակություն եմ ուզում էլի, որ նաև լրացնեք փաստորեն Ինչ էի ասում։ Երեք քննարկում էինք, թե երբ որովհետև խոսում եք, որ միջև ընտրություններ պետք է ներկայացվեր, հետո ժամկետների փաստորեն փոփոխություն եղավ եւ տարբեր մեկնաբանություններ եղավ, որ այդ կերպ նաեւ փաստորեն խուսափել եք, որովհետև կարող է ժողովրդի զայրույթ առաջացնել, օգուտ չլինի ԿՊ-ին եւ դա է պատճառը։ Երեք քննարկել ենք սահմանադրության տեքստը հրապարակելու հետ կապված հարցը եւ կարծում եմ, որ առաջիկայում ամբողջացնելուց հետո ինչու եմ այսպես ասում, որովհետեւ սպասում ենք մեր որոշ գործընկերների կողմից ուղարկվելի կարծիքներին, մեզ 1 կամ 2 շաբաթ պետք կգա, որպեսզի այդ կարծիքները հավաքենք, ամբողջացնենք, եւս 1 կամ 2 քննարկում կունենանք եւ կորոշենք պատրաստ ենք հրապարակել, թե ոչ։ Բայց մենք ձեր հարցի հետ կապված, որը վերաբերում է ինչու չեք հրապարակել նախկինում, Ես բազմաթիվ անգամներ առիթ եմ ունեցել այս մասին խոսելու, ասել եմ, որ տեքստը պատրաստ չէ, որովհետև մեր մի շարք գործընկերներ չեն հասցրել ուղղակի դիտարկումներ ներկայացնել, եւ սա միանձնյա որոշում չէ հրապարակել կամ չհրապարակելը։ Որոշել ենք չհրապարակել, չենք հրապարակել, կորոշենք հրապարակել, կհրապարակենք, սա է իմ պատասխանը։ Գալյան իմ հարցը էլի 61 մանդատ ունենալու դեպքում փաստորեն իշխանությունը չի կարողանալու սահմանադրական փոփոխություններ իրականացնել եւ հանրակրվեի, հա, դնել սահմանադրական փոփոխությունները, ինչպես է այդ դեպքում սահմանադրության փոփոխություն նախաձեռնելու։ Իսկ հիմա քանի մանդատ ունի իշխանությունը։ Եթե հարցը այն է խորհրդանի մասին է խոսքը, որ առանց ընդդիմության աջակցության դա հնարավոր չի լինի։ Իրավիճակ է փոխվել այդ առումով, ես ձեզ կասեմ, որ իրավիճակ չի փոխվել, որովհետև այսօր էլ իշխանությունը չունի սահմանադրական մեծամասնություն։ Ինչու այդ հարցը նախկինում չի ծագել։ Մենք ասել ենք, որ մեր օրակարգում հեղափոխությունից հետո եղել է սահմանադրությունը փոփոխելը եւ դա եղել է քաղաքական հանձնառություն, ինչը մենք ստանձնել ենք եւ պատրաստ ենք եղել ի կատար ածել։ Նոր սահմանադրության տեքստը հրապարակել է եւ հանրության հետ քննարկելը մեր քաղաքական հանձնառության մի մասն է։ Թե ինչ կլինի դրանից հետո ժամանակը ցույց կտա։ Մի վարքյանել այս հարցի հետ կապված, որ եթե ԿՊ-ն չունենա սահմանադրական մեծամասնություն, պատերազմ կլինի սեպտեմբերին, հիմա ԿՊ-ն չունի մեծամասնություն սահմանադրական, դա ենթադրում է, որ մենք պիտի պատրաստվենք պատերազմի։ Եվ հիմա ամեն ինչ անում ենք, որ այդպես չլինի։ Այսինքն ինչ եք անելու, եթե ձայների հաշվարկի օգուտ ԿՊ-ի չի։ Ինչ առումով սահմանադրական մեծամասնության տեսանք։ Դե ես ձեզ նույն բանն եմ ասում եմ, որ հիմա էլ չունենք սահմանադրական մեծամասնություն, բայց ձեր հարցի պատասխանը ժամանակն է։ Ժամանակը ցույց կտա, թե ինչ կլինի։ Մենք մեր աշխատանքը կկատարենք, հանրային պահանջի մեծությունը կչափեն նաև մեր գործընկերները, որոնք այսօր մտածում են ընդդիմադիր գործընկերների նկատի ունեմ ապագայում, եթե կորոշեն վերցնել մանդատը, կչափեն նաև հանրային պահանջը իրենք եւ կկայացնեն կամ մենք բոլորս կկայացնենք համապատասխան որոշում։